եթե տեսնում եք, մենք ունենք Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալված նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Գագիկ Բեգլարյանին կալանավորերի միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ավելի վաղ հակակոռուպցիոն կոմիտեն նրան մեղադրանքեր առաջադրել 27 միավոր անշարժ գույք յուրացնելու եւ պետությանը 2.3 միլիարդ դրամի վնաս պատճառելու համար։ Ձերբակալվել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։ Ըստ քննչական կոմիտեի նրանք անցնում են Երևանի Վալերի Բրիսովի անվան համալսարանին պատկանած անշարժ գույքի օտարման գործով։ Քրեական հետապնդումը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրան օժանդակելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ դրան օժանդակելու հոդվածներով։ Նույն գործով ձերբակալվել են նաեւ Գագիկ Խաչատրյանի որդին Արտյոմ Խաչատրյանը, Բրիսովի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր Արթուր Այվազյանը, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը եւ Հարություն Թադևոսյանը։ 2 ամսով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ Տեղեկությունը հաստատել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Նրան ենթադրաբար մեղադրում են ընտրակաշարք տալ կամ ստանալու համար։ Սահակյանին ձերբակալել էին 3, այսօր արդեն կալանավորելու որոշում է կայացվել։ Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, սոցցանցի իրերում հայտնել է փաստաբան Վարազատ Հարությունյանը։ Խոսքը 2023 թվականի սեպտեմբերին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու մասին է։ Մեջբերում փաստաբանի գրառումից։ Ընդ որում 3 տարի շարունակ 2023 թվականից նախաձեռնված վարույթով որևէ գործողություն չկատարելուց հետո օրերս միայն հապճեպ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նախաքննություն ավարտելու եւ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու վերաբերյալ մեջբերման ավարտը։ Քննչական կոմիտեն խուզարկություններ եւ քննչական գործողություններ է իրականացնում Արմատ մեդիա լրատվական գործակալությունում։ Հայտնի է, որ գործողություններն իրականացվում են բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու ու առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վարույթի շրջանակում։ Ըստ ԶԼՄ-ների քննչական մարմինն արգրավել է լրագրողների հեռախոսները, ինչի պատճառով խաթարվել է նաեւ նկարահանման ընթացքը։ Ես գլխավոր խմբագիրն եմ Նելի Ավետիսյան, բայց ես կարող եմ ասել, որ սա իշխանությունների պայքարն է ընդդեմ ազատ լրատվամիջոցի, ազատ խոսքի եւ սա պետք է միջազգային հանրությունը կոնկրետ արձագանքի։ Սա այն նախադեպքն է, որը հաջորդեց երեկվա մեծ բանավեճին եւ այս ստացվում է այնպես, որ մեծ բանավեճից հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանը հստակ պարտվեց իր խոսքով, այսօր արդեն հարձակում գործեց լրատվամիջոցի եւ ազատ խոսքի դեմ։ Սա միայն քաղաքական է, այստեղ մեդիայի աշխատանքի հետ կապված ոչ մի խնդիր չկա, միայն քաղաքական շահի սպասարկումն է ընտրություններից առաջ, որպեսզի մենք չկարողանանք աշխատել։ Ռուսաստանը Հայաստանին կխնդրեր արագ որոշել, թե որ ուղղությամբ է ուզում գնալ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Անկախ նրանից, թե Հայաստանը որ ուղին կընտրի, Ռուսաստանը կպահպանի այդ երկրի հետ հարաբերությունները։ ԵՄ-ին անդամակցության մասին Հայաստանում օրենքի ընդունումը մտահոգություններ է առաջացրել Ռուսաստանում, նշել է Դաշնության նախագահը։ Պուտինի խոսքով ժամանակին հենց Երևանի խնդրանքով է Ռուսաստանը պնդել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Նա կցանկանար, որ ապագայում ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի չափանիշները համընկնեն, ձևավորելով միասնական տարածք Լիսաբոնից մինչև Վլադիվաստոկ, սակայն ներկայում դա անհնարին է։ Ռուսաստանը ակնկալում է, որ Հարավային Կովկասի հարցով 3+3 ձևաչափի արտգործնախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Ըստ նրա, այս հարցի շուրջ քննարկումներն այժմ ընթացքի մեջ են։ Գալուզինը շեշտել է, որ Դաշնությունը աջակցում է Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի տրանսպորտային կապերի լիակատար ապաշրջափակմանը, ինչը անհրաժեշտ է 3+3 ձևաչափի շրջանակում լիարժեք աշխատանքի համար։ Բացի այդ, Պաշտոնյանը հայտնել է, որ Վրաստանը կարևոր գործընկեր է այս հարթակի համար եւ առանց նրա մասնակցության ձևաչափի հեռանկարները լիարժեք չեն լինի։
Հունգարիայի կառավարությունը դադարեցնում է աշխատանքային վիզաներ տրամադրել Հայաստանից, Վրաստանից եւ Ֆիլիպիններից ժամանած աշխատակիցներին։ Հայտարարել է կառավարության խոսնակը այս քայլը անվանելով հյուրաշխատողների հոսքը կարգավորելու առաջին քայլը։ Վարչապետ Պետեր Մագյարի տիսակուսակցությունը հայտարարել է, որ հունիսից վիզաներ չի տրամադրի Եվրոպական միությունից դուրս աշխատողներին։ Հունգարիայի կառավարությունը խստացնում է հյուրաշխատողների զբաղվածության հնարավորությունները այն մտավախությունների պատճառով, որոնք դրանք անվանում են տեղական աշխատավարձերի իջեցում, ասել է մամուլի խոսնակ Վանդա Շոնդին։ Ռումինիայի նավահանգստային Կոստանցա քաղաքում ուղիղ եթերով հեռարձակվող հաղորդումը հանկարծակի ընդհատվել է մոտակայքում անօդաչու սարքի պայթյունի պատճառով։ Բուխարեստում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ անօդաչուն ունի ուկրաինական ծագում։ Euronews Ռումինիայի հաղորդմամբ առավոտյան նավահանգստի շրջանում ամենայն հավանականությամբ ծովային անօդաչու սարք է հայտնաբերվել։ Թուրքիայից Դոնի Ռոստով հացահատիկի բարձման նպատակով ընթացող երկու բեռնատար նավ Ազովի ծովում ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման, ինչի հետևանքով զոհվել է 5 ադրբեջանցի նամաստի, հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը լրագրողներին հայտնել է, որ Ազովի ծովում բեռնատար նավերի վրա ԱԹՍ-ների հարձակումների հետևում կանգնած է իշխանությունը զավթած Կիևյան նացիստական ռեժիմը։ Ուկրաինական անօդաչու համակարգերի ուժերի հրամանատարը հաստատել է ծովում նավերին հարվածներ հասցնելու փաստը։ Իսրայելը Իրանի հետ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով էլիտար զինվորական եւ հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանում։ Սա մերձավոր արևելքում Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար ստեղծված գաղտնի կետերի ցանցի մի մասն է եղել, հայտնել է CNN-ը։ Ըստ աղբյուրների, իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավային մի քանի վայրերում Իրանի հյուսիսային սահմանի անմիջական հարևանությամբ, որոնք ամենամոտ կետում ընդամենը 60 մղոն հեռավորության վրա են գտնվում իրանական Թավրիզ քաղաքից։ Բացի Ադրբեջանից, Իսրայելը գաղտնի ռազմական կետեր ու բազաներ է ունեցել նաև Իրաքում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Սոմալիլենդում։ Այս երկրների պաշտոնական կողմերը հերքել են իրենց տարածքում իսրայելական ուժերի կամ բազաների առկայությունը։ Ադրբեջանից իրականացված առանցքային գործողություններից է եղել մարտի 4-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության բաժնի ղեկավարի սպանությունը։ Դրանից մեկ օր անց անօդաչու սարքերը հարվածել են Նախիջևանի օդանավակայանին, ինչի համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Իրանին, այն անվանելով ահաբեկչություն, թեև Իրանը հերքել է իր կապը։ Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող քաղաքներին։ Լիբանանյան աղբյուրների հաղորդմամբ օդային հարձակումների են ենթարկվել Նաբաթիա, Թուլ, Թուլին, Կաբրիխա եւ Տիր բնակավայրերը։ Սա տեղի է ունեցել օրեր առաջ Վաշինգտոնում համաձայնեցված հրադադարի ֆոնին։